Բարի արև, սիրելի երկորյակներ, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով լսում ենք այս երկուսը, իսկ իհարկե ասցենդենտի նշան իմանալու համար դուք պետք է իմանաք ձեր ճշգրիտ ծննդյան ժամը։ Այդ երկուսը միացնում ենք եւ տվյալ ամսվա համար կանխատեսումը արդեն ձեզ համար պարզ է լինում։ Իդեպ նշա, որ այսօր մայիսի 26-ն է, իմ օրացույցով արեգ օր, արևը ձեզ բաժին ընկավ, դա իհարկե շատ լավ է, հաջողություններ ձեզ համար իհարկե արևը նաեւ գտնվում է ձեր նշանում դեռևս, ինքը իհարկե մինչև 21-ը կգտնվի, մինչև 21-ը կգտնվի ձեր նշանում, Յուպիտերն էլ դեռևս ձեր նշանում է եւ կարծում եմ բերեց շատ երկորյակներին հաջողություն եւ այստեղ ընտանիքում որոշակի փոփոխություններ, ոմանց մոտ ամուսնություն, ոմանց մոտ կարող է խաղարկվել երեխայի թեման, նրանք ովքեր ավելի երիտասարդ են, այստեղ բարձրագույնի թեման է խաղարկվում, ոմանց մոտ արտերկրի թեման է խաղարկվում, իհարկե այս ըստ ձեր անձնական քարտեզի Յուպիտերը այդ հնարավորությունները ձեզ տվել է, բայց հիմա արդեն ինքը կտեղափոխվի ձեր ֆինանսների տուն։ Սա եւս շատ լավ է, սիրելի երկվորյակներ, ես այսպես մի քիչ առաջ անցա, բայց հիմա եկեք սկսենք սկզբից։ Ուրեմն ինչ փոփոխություններ ունենք, լիալուսին, նորալուսին, արևն է փոխում իր նշանը, Յուպիտերը, Վեներան, Մարսը, Մերկուրին կփոխեն իրենց նշանները։ Ես սկսեմ թերևս Վեներայից եւ ասեմ, որ հունիսի 6-ին Վեներան կմտնի ցոլի նշան, այնտեղ է մնալու մինչև հուլիսի 4-ը։ Ահա, տեսեք, Վեներան տեղաշարժվում է, աշճանաբար գալիս է, որովհետև պատրաստում է արդեն մտնելու ձեր նշան, բնականաբար այստեղ եւ արտերկրի թեմաները եւ ֆինանսական թեմաները կարող են լինել եւ ինքը որոշակի գաղտնի հանդիպումներ, գեղեցիկ հանդիպումներ կարող է կազմակերպել Վեներան միանշանակ խոսակցություններ սիրո թեմայով, երեխայի մասին, ուրեմն կարող է խոսակցություններ լինել արտերկրի, ասեց արտերկրի մասին եւս ուրեմն կլինեն խոսակցություններ, որովհետեւ առավել եւս արտերկրի թեման ձեր կյանքում ակտիվ էր, որովհետեւ 1 տարի Յուպիտերը գտնում է ձեր նշանում։ Ահա, անցնենք առաջ 9-ին հունիսի, ձեր մոլորակը, սիրելի երկորյակներ, կմտնի դուրս կգա ձեր նշանից, ես կարծում եմ դուք այս ժամանակահատվածը ճիշտ կօգտագործեք, որովհետև հիմա մայիսն է, ես հիմա եմ ասում, ուրեմն դուք ճիշտ օգտագործեք մաքսիմալ, հատկապես ասցենդենտով երկորյակներն եմ ասում, որովհետև կարող եք կազմակերպել շատ հարցեր կարգավորել, կարևոր գույն հանդիպումներ ունենալ եւ նախաձեռնությունը պետք է լինի անպայման ձեր կողմից եւ ձեր մոլորակը կմնա խեցգետնի նշանում, որը կմտնի խեցգետնի նշան, ուրեմն հունիսի 9-ին կմնա մինչեւ հունիսի 25-ը, իսկ արդեն 26-ին ինքը կտեղավորվի առյուծի նշանում, այնպես որ Մերկուրին կմտնի ձեր ֆինանսների տուն, այստեղ եւս կարծում եմ դուք ֆինանսների կարգավորում կլինի կամ այստեղ ուրեմն ընտանիքի անդամների համար ինչ որ ֆինանսների մասին կլինի խոսակցություն, կհատկացնեք որոշակի գումար, ասենք երեխայի համար, երեխայի ուսման համար գումարներ կարող են լինել կամ ինչ որ ասենք ընտանեկան ինչ որ գույք եք վաճառում, այստեղ հնարավոր է ուրեմն գումար ստեղծել եւ այլն, այնպես որ գումարի թեման բավականին ակտիվ է լինելու ձեզ մոտ եւ 10-ին հաջորդ իսկ օրը Յուպիտերը կմտնի դուրս կգա, ինչպես որ ասացի, ձեր նշանից, ձեզ բավականին մեծ հնարավորություններ տվեց եւ հիմա ինքը կմտնի խեցգետնի նշան հունիսի 10-ին 1 տարի ինքը մնալու է այդտեղ եւ կարծում եմ դուք այդպես բավականին գումար կարող եք ստեղծել, թե աշխատանքի հետ կապված, աշխատանքի հնարավորություն է տալիս նրանք, ովքեր աշխատանք չունեն, այդպես մի քանի տեղ հնարավոր է որ աշխատեն, ոմանք վաճառքից կարող են գումար ուրեմն ստանալ, այդպես եւ իհարկե ֆինանսական վիճակը կարծում եմ բավականին լավ կլինի, իսկ եթե ծախսելու եք, ապա այդպես շատ լավ իրադարձությունների համար այդ գումարը կարող եք ծախսել ընտանիքի արտերկրի հետ կապված հարցերում եւ ընտանիքի անդամների համար
տան եւ այլն, այսպեսի հարցեր կլինի, այնպես որ 1 տարի դուք այդ հնարավորությունն եք ֆինանսական հարցերը կարգավորելու, որոշակի քայլեր անելու, հայրենիքի արտերկրի հետ կապված առավել եւս, ինչու, որովհետեւ ձեզ մոտ ես արդեն ասել եմ, որ առաջիկա 20 տարում շատերը կմեկնեն, շատ երկվորյակներ կմեկնեն արտերկիր միանշանակ ոմանք աշխատելու, ոմանք ապրելու, ոմանք սովորելու, ոմանց մոտ ամուսնության թեմա կլինի շատ տարբեր ուրեմն առիթներով, դա ձեզ անպայման լինելու է ձեզ մոտ, ոմանք նաև սովորելու, թեկուզ օնլայն, թեկուզ այդպես ոչ օնլայն, դուք դա ձեզ սպասում է միանշանակ ասցենդենտով երկվորյակներ, ահա եւ հաջորդ օրը 11-ին հունիսի ժամը Հայաստանի ժամանակով 11:43 40 վայրկյան տեղի կունենա Լիա Լուսինը, ձեր հակադիր նշանում 21 աստիճանում արևը կգտնվի ձեր նշանում, իսկ Լուսինը համապատասխանաբար աղեղնավորի նշանում եւ պարտների հետ կապված այստեղ ունեք հարցեր, ոմանց մոտ անձնական թեման, ոմանց մոտ ուրեմն համագործակցության թեման, աշխատանքում, բիզնեսում եւ այլն, եւ այստեղ ձեր անելիքները པարզ կլինի, նաեւ այստեղ գիտեք հարաբերություններ նաեւ արտերկրի, միգուցե գոլեգաների կամ ձեր հարազատների հետ եւ այլն, ձեզ ուրեմն ձեր անելիքները հետագա པարզ կլինի ձեզ մինչև հունիսի 11, այսինքն մայիսի 11-ից հունիսի 11-ը եւ անցնենք առաջ 17-ին հունիսի Մարսը կմտնի Կույսի նշան, այդտեղ մնալու մինչև ուրեմն հունիսի 17-ից օգոստոսի 6-ը կլինի Կույսի նշանում եւ այստեղ ձեր տան ընտանիքի հարցերն են եւ ձեր մոլորակն է Մերկուրին եւ մեծ հաշվով Կույսի համար այստեղ եւս Մերկուրին է ձեր մոլորակն է, այսինքն եւ թեմաները այն ինչ որ կկատարվեն ձեզ կարծես թե անմիջական վերաբերում են եւ գիտեք բավականին գործողությունները այստեղ կարծես թե շատերի մոտ ինչ որ տեղափոխություն շատերի մոտ ոչ բոլորի իհարկե շատերի մոտ տեղափոխության թեման է որ այդպես տեղափոխվում են այլտեղ եւ ավելի հակված են մտածում են իրենց կարիերայի մասին, շատ աշխատանք ունենալու, հասցնելու եւ այլն իհարկե ավելի կթեթևանա, ավելի կհեշտանա ձեր կարիերայի հարցը եւ այստեղ հնարավոր է բնակարան վաճառել, ինչ որ գույք վաճառել կամ մտածում եք այդ մասին, որ դա պետք է իրականացնել ի վերջո հավանաբար որոշակի գործողություններ կլինեն, որպեսզի դուք դա հասցնեք ձեր ուրեմն ցանկացած ուրեմն վիճակին եւ օգոստոսի 7-ին ուրեմն Մարսը նոր կմտնի կշարքի նշան, ահա եւ 21-ին արևը կփոխի իր նշանը, դուրս գալով ձեր նշանից սիրելի երկվորյակներ, բնականաբար ինքը դեռևս ձեր նշանում է, դուք նշում եք ձեր ծննդյան օրերը, բայց արդեն 21-ին արևը կլքի եւ կմտնի խեցգետինների նշան եւ խեցգետինները կնշեն իրենց ծննդյան օրերը, իսկ ինքը ձեզ կբերի հաջողություն, որտեղ մտնում է ձեր ֆինանսների տուն, ահա դա շատ լավ է եւ 21-ին արևը կմտնի խեցգետնի նշան, իսկ Լուսինը այդպես վազելով կմոտենա այդպես արագ կմոտենա եւ իր միասնությունը արևետ կհաստատի 25-ին հունիսի Հայաստանի ժամանակով 14:31 վայրկյան եւ տեղի կունենա նորալուսինը այդպես նոր սկիզբ կդնի կգա եւ կասի Լուսնին արի ինչ որ մի նոր գործ դնենք, նոր սկիզբ ֆինանսական այստեղ թե նոր աշխատանք, թե նրանք ովքեր աշխատանք են փնտրում, թե այստեղ ուրեմն ֆինանսների հետ կապված կարող է ինչ-որ նոր ֆինանսական հոսքեր լինեն, որովհետև գիտեք, ես այստեղ տեսնում եմ, որ աշխատանքում հնարավոր է, որ ինչ-որ ճակատագրական իրադարձություններ լինեն ձեզ մոտ, սիրելի երկվորյակներ կամ ինչ-որ մի նոր աշխատանք կամ
ինչ որ փոխանակում կամ վաճառք, եթե բիզնես ունեք դուք այդպես բոլոր դեպքերում ճակատագրական քայլեր կարվեն այդ հարցում, իհարկե մինչև տարվա վերջ դեռևս դրա մասին է խոսքը, իսկ մենք հիմա 1 ամիս արևը կմնա այդտեղ, իսկ Յուպիտերը որ կմտնի ձեր ֆինանսների տուն, ինչպես ասացի, 1 տարի մնալու է այդտեղ, այնպես որ աշխատանքի ֆինանսների հարցում ձեզ մոտ կլինեն ճակատագրական փոփոխություններ, ասենք, թե գումար աշխատելու, թե գումար ինչ որ շատ կոնկրետ կարևոր նպատակի համար ծախսելու, հա, նաև այս կերպ։ Այսպես եւ երևի թե այսպեսի լավ տրամադրությամբ ծիրելի երկորյակներ ավարտենք, լսեք, կիսվեք ձեր ուրեմն այն իրադարձությունները, որ լինում են ձեզ մոտ, որքանով է համապատասխանում, արդյոք դա ձեզ համար օգտակար եղավ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս, լավ եղեք առայժմ։